Գորաշկն ամեն օր ուղերձների շարք, երբ ընտանիքդ կործանման շեմին է։ Ես չգիտեմ մի ընտանիք, որը չի անցել ճգնաժամային իրավիճակներով։ Նման ժամանակներում ընտանիքի որոշ անդամներ իրար հետ վիճաբանություններ են ունենում, չեն հասկանում իրար և ընտանիքում տիրում է լարված ու շիկացած մթնոլորտ։ Իսկ հավատքի մարդկանց ընտանիքներում նման իրավիճակները լրջագույն ազդեցություն են թողնում ընտանիքի անդամների աղոթքի կյանքի և Տեր Աստծու հետ ունեցած հարաբերությունների վրա։ Սիրելի՛ բարեկամ, օրինակ, ամուսինների պարագայում Աստծու Խոսքն այս զգուշացումն է մեզ փոխանցում. «Նույնպես և դուք, ամուսիններ, նրանց հետ խոհեմությամբ ապրեք, կնոջը որպես դյուրաբեկ անոթի վերաբերվեք, պատվեք իբրև կյանքի շնորհի ժառանգակիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք չլինի»։ Այս սկզբունքը տարածվում է ընտանիքի բոլոր անդամների վրա։ Եթե կինը ամուսնու հանդեպ չունի այն վերաբերմունքը, որն Աստված է կամենում, որ նա ունենա, դա նույնպես արգելք է նրա աղոթքներին։ Նույնը ճշմարիտ է ծնողի կողմից իր զավակի հանդեպ վերաբերմունքի պարագայում, երեխայի կողմից ծնողի հանդեպ ունեցած վերաբերմունքի կամ քույրերի ու եղբայրների հարաբերությունների դեպքում։ Աստծու կամքին հակառակ ցանկացած վերաբերմունք արգելք է մեր աղոթքներին և խոչընդոտ Տեր Աստծու հետ ունեցած մեր հարաբերությանը։ Երբ ընտանիքդ անցնում է հարաբերությունների այսպիսի ճգնաժամային իրավիճակով, դու ասես հայտնված լինես մի մութ լաբիրինթոսի մեջ, որից դուրս գալու բոլոր ջանքերը քեզ ավելի խորն են տանում հարաբերությունների ճգնաժամի մեջ և ավելի լարում առանց այդ էլ լարված հարաբերություններդ։ Նման դեպքերում ստեղծված իրավիճակից լավագույն ելքը մեզ կարող է ցույց տալ Աստվածաշունչը։ Այն մեզ վստահեցնում է, որ Աստված ապավեն և զորություն է մեզ համար։ Նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ (տե՛ս Սաղմոս 46.1 խոսքը)։ Երբ ընտանիքդ անցնում է ճգնաժամային իրավիճակով և դու ոչ մի ելք չես տեսնում ստեղծված իրավիճակից, ապա խելամիտ կլինի օգնություն խնդրել այն Մեկից, Ով տեսնում է ամեն բան և գիտի ցանկացած խավար ու մութ լաբիրինթոսից դուրս գալու ելքը։ Ահա թե ինչ հրաշալի խորհուրդ է մեզ փոխանցում Աստվածաշունչը. «Ոչնչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» Աստված մեզ իմաստություն է տալիս, խրատում է մեզ, հանդիմանում, մխիթարում, քաջալերում, սովորեցնում համբերել, ներել, Իր զորությամբ հաղթահարել ծանրագույն իրավիճակները և այլն։ Աստված արագահաս օգնական է, եթե միայն մենք ամեն անգամ ամենավատ իրավիճակներում ձգտում ենք մարդկանց վերաբերմունքին արձագանքել այնպես, ինչպես Աստված է կամենում, որ արձագանքենք, և ձգտում ենք այնպես վերաբերվել մեզ ցավեցնողներին, ինչպես Աստված է կամենում, որ վերաբերվենք։ Այսպիսով, ամենակարևոր բանը ամենախորը ճգնաժամի մեջ Աստծու հետ մեր հարաբերությունը առողջ վիճակում պահելն է։ Այդ դեպքում ոչ մի արգելք չի լինի մեր աղոթքներին, և մենք կկարողանանք Տիրոջից աղոթքով օգնություն ընդունել։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե այսօր քո ընտանիքը հենց նմանատիպ դժվարության և ճգնաժամային իրավիճակի մեջ է հայտնվել, ապա առաջարկում եմ քեզ աղոթել միասին այս կարճ աղոթքով. «Տե՛ր, ես փառաբանում ու երկրպագում եմ Քեզ։ Դու իմ սրտի Թագավորն ես։ Դու տեղյակ ես իմ ընտանիքում տիրող մթնոլորտից և հարաբերությունների ճգնաժամից։ Եվ Դու ինձ ավելի լավ ես ճանաչում, քան որևէ մեկն այս աշխարհում։ Դու գիտես, թե որքան խորը ցավ է դա պատճառում ինձ։ Տե՛ր, այսօր լսիր Քեզ ուղղված իմ սրտի աղաղակը։ Իմ բարի և ողորմած Աստված, Քո սուրբ ու պատվական Խոսքի համեմատ այսօր ես աղոթքով, աղաչանքով ու գոհությամբ Քո առջև եմ բերում իմ խնդրանքը։ Տե՛ր, ողորմություն և շնորհ արա իմ ընտանիքին և իմ սիրելիներին։ Աղոթում եմ, որ իմ ընտանիքում, իմ տան մեջ կրկին խաղաղություն տիրի և ներողամտությունն ու սերը փոխարինեն լարվածությանն ու վիրավորանքին։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։